Եվ այսօրվա իմ քարոզից վերնակիրն է, եթե ներես գներվի քեզ։ Որպեսզի մենք Աստծու մեր ներում ստանանք, Տերը մեզ մեկը պահանջե, որ մենք ներող ըլլանք։ Ավետարանս Մատթեոսի 6-րդ գլխում 14-րդ խոսքի մեջ եւ 15-ին Քրիստոս այսպես ուսուցանեց. Վասնզի եթե դուք ներեք մարդոց իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն ձեզի պիտի ներեք։ Իսկ եթե դուք չներեք մարդոց իրենց հանցանքները, ձեր հայրն ձեզի պիտի չները ձեր հանցանքները։ Այս խոսքերը Հիսուս Քրիստոս արտահայտեց դերունական աղոթքը ուսուցանել են ետքը։ Երբ որ աշակերտները իր մեջ խնդրեցին, որ աղոթեր սովորեցնե, Հիսուս ներկայացուց հայրերը դերունական աղոթքը, ապա այս պատվերը տվավ իր աշակերտներուն։ Եվ ամբողջ հայրերի մեջը, որ մի նախատասություն կա, ու մեզի ները մեր մեղքերը, ինչպես մենք կներենք մեր պարտաբաններուն, այս համարին վրա Հիսուս Քրիստոս շեշտադրելով, այս երկու խոսքը հսավ, եթե դուք ներեք, գներվի ձեզի, իսկ եթե չներեք, ձեզի չներեք։ Քրիստոսի ուսուցման մեջ ներելը պատվեր է։ Աստվածաբանական ջեմարանի մեջ երբ դասախոսները, պրոֆեսորները գուկան այն խոսքին, որ պատվեր է, ուրիշ կերպ կշեշտադրվի, ուրիշ կերպ ծանրություն և գշիկ կստանա, որովհետև պատվերը ընդրություն չէ։ Երբ պատվերը ասել է, թե մենք այդ պատվերին ենթարկվելու ենք, ընդունելու ենք և այդ մեկը մեր կյանքի մեջ գիրարելու ենք։ Եվ չմոռնանք, որ այս պատվերը, որ եթե ներեք կներվի ձեզի, Հիսուս Քրիստոս փոխանցեց իր աշակերտներուն, ոչ թե ընդհանուր ժողովրդին։ Այսինքն այս մեկը պատվեր է Քրիստոսը դեր և փրկիչ, Քրիստոսը վարդապետ ընդունող աշակերտներուն։ Այս պատվերը աշխարհիկ մարդոց չէ։ Հիսուս իր ուսուցման մեջ շեշտադրեց ներելը, մի կողմնար, սուտ վկայություն մի ըներ, մի շնար, նոր գդագարանի մեջ ծանր չէ իշրված, բայց ներելը ներեցեք միմյանց շատ ծանր և ընդարձակ կերպով շեշտադրված է։ Նախ ներելու մտնելեն առաջ պիտի նայենք հութայական հավատացյալներուն երկու խնդիրներուն։ Այս համարը սիրելին է եկած է Մատթեոսի մեջ։ Մատթեոսի մեջ ընդգրկված է հութայական հավատացյալները, որոնք Աստուծո խոսքը գիտեին, օրենքը գիտեին, եւ անոնք ինչպես կգիտեին, եւ անոնք ինչպես մտիկ կնեին, կվիճապանեին, հարցադրումներ կբարձրացնեին Հիսուս Քրիստոսին, Հիսուսի կմոդենային իրենք որպես օրենքի ուսուցիչներ, քիչ էլ պիտի տեսնեն։ Եվ այս հութայական հավատացյալներուն կողմ երկու խնդիր կար, որոնք կվիճեին եւ դեղ չէին հասներ, եւ ունեին իրենց հատուկ մեկնաբանությունները։ Որոնք են այդ երկու խնդիրները։ Առաջին խնդիրը այն էր, որ հութայական հավատացյալներուն համար խնդիր էր, ով է ընկերս։ Օրինականը օրենքի ուսուցիչը Հիսուսի մոտեցավ, վարդապետ, Աստուծո ես, քնահատեց Հիսուսին, որն է ամենամեծ պատվիրանը։ Տեսնել, թե Հիսուս արդյոք տեղյակ է ամենամեծ պատվիրանեն։ Երբ որ Հիսուսը սավ սիրեք ու դեր Աստվածդ բոլոր սրտով, հոգով, մտքովդ, եւ քո ընկերդ սիրես քո անձիդ պես, ասավ այո, բայց Հիսուսին ասպես մարդահրավերի մարջև դրավ, փորձակարին խփեց Հիսուսին, ինչպես ոսկին փորձակարին կխփեն, եւ ասավ հիմա ասա,
ով է ընկերս։ Այդ Սամարացին, այդ Մաքսավորը, այդ հեթանոսը, որում պիտի սիրե։ Եվ ան Հիսուս ներկայացուց Փարի Սամարացին արագ։ Որ մարդը ավազակներուն ցերկը ինգավ, վիրավորվեցավ, գիսամահ էր, ոնդեմ քահանան անցավ, Ռևդացին անցավ, ոչ մեկի չօգնեց, Սամարացինը հրյաներեն մերժված, գիտեք, եթե Սամարացի մենք ուզենք հասկանալ այսօր մեր լեզվով ոնց կթարգմանենք, թուրքացած հայ, հայնը որ թուրքացած, հրյաներուն համար Սամարացին ճիշտ այդ անձնավորությունը և օգնեց, այդ մարդուն, որ օգնության, ողորմության գարիք ուներ, և Հիսուս արագը ամփոփել են ետքը, օրինականին ասավ, հիմա դու ասա, այս ինգած մարդուն ընկերը ով է, այդ քահանան, որ տեսավ անցավ մի բան չարեց, Ղևդացին, որ եկավ տեսավ անցավ մի բան չարեց, և Սամարացին, որ չեք հավնիվ օգնեց։ Հիմա ով է ասոր ընկերը, ասեց անգոր Փարիքը, Հիսուս ասավ քնա թունա այդպես կրե։ Այդ անձը, որ մեր օգնության գարիք ունի, և մենք անոր օգնության և ողորմության ցերկ կերկարենք, այդ կլինի քո ընկերը։ Այս է աստվածաշնչյան ավետարանական պատվերը։ Ով է ընկերս։ Այդ անձն է, որ դու կարող ես անոր սեր, քուտ, ողորմություն ցույց տալ։ Երկրորդ խնդիրը, որ հրյաներուն կյանքի մեջ կար, հուտայական հավատացյալներուն կյանքի մեջ կար, դեր քանի անգամ պիտի ներեմ իմ եղբորս։ Այս իմ եղբայրս մեկ անգամ սխալավ, երկու անգամ ինձ հանդեպ սխալավ, էլի երրորդ անգամ սխալավ, հետո վերջը ինչ, դեր քանի անգամ պիտի ներեմ։ Այս մեկը հրյաներուն կով խնդիր էր։ Այո, ես կներեմ, այդ սահման կա, չափ կա, և Հիսուսեն թիվ ուզեցին, բադասխան ուզեցին, և Հիսուս իրենց այնպիսի բադասխան մտվավ, որ ասեց, ներելը լինելու է անսահման, սահմանապակ չի կարող ըլլալ, բայց այն շուտ սիրելիներ, ներելը ունի իր սկզբունքները, ներելը ունի իր սահմանները, և Հիսուս ինչպես կներկայացնե ներելը։ Գսե, եթե քու եղբայրդ քեզի հանդեպ մեղանջ է, որ բնական է, որ իմ եղբայրս ինձի հանդեպ մեղանջ է, գիտեք ինչու բնական է, որտեղ ես իմ եղբորս հանդեպ մեղանջած է։ Դերը գսե քնա, հանդիմանե զանիգա, խոսիր անոր է, և դուն և ինքը արանցինս։ Ձացուկ, երկուսի միջև, սիրո արդահայտություն։ Եթե քեզի մտիկ չնե, հետդ երկու հատ վգադար, հոպարդ, կերիդ, ինչ որ է։ Կնա, ասա վգաներով, եղբայր սխալվերս։ Եթե անոնցալ մտիկ չնե, եկեղեցվո երեցներունից է։ Երբ որ Հիսուս այս գանոնը դրավ, այն ադեն թեր կորց առաքելոցը չեր է սկսած, բայց Հիսուս արդեն կհաստատեր իր եկեղեցին և իր եկեղեցվո երեցները, որ երբ եկեղեցվո երեցներուն հաջողությունը ավետարանական ըլլա, այն ժամանակ երկինքը կվավերացնե։ Անոր համար Հիսուս ասավ ինչ որ գաբեք երկրի վրա երկնքի մեջ կապված կլինի, և ինչ որ երկրի վրա արձակեք երկնքի մեջ արձակված կլինի։ Ասի եկեղեցական բարձր թադական պատասխանատվություն է, շատ լուրջ պատասխանատվություն է, որ կգոչվի այսօր եկեղեցական թադարան։ Մանավանդ ավելիով ներկայիս կսպառվին ամուսնալուծման հարցերով։
Եվ Հիսուս ասավ, եթե եկեղեցին ալ մտիկ չնե, թող քու եղբայրը, որ քեզի հանդեպ մեղան չնե, եւ չի ուզում ընդունել խոստովանի ներողություն խնդրել, թող քեզի համար լինի մաքսավորի եւ հեթանոսի պես։ Այս համարը երկու գիշերքի երկու նժարներն են։ Առաջինը, երբ որ եկեղեցին կտեսնե թե մեղանչո անձը համար օրեն գմերժե եւ չընդունի իր սխալը, եկեղեցական կարգապահությունը, դիսցիպլինան իրեն գթակրեցնե հաղորդութենը։ Անոր համար սիրելիներ մենք հաղորդության խորհրդին լուրջ կմոտենանք։ Եվ երկրորդ եկեղեցին բադվեր գուտա, որ թունք ու մեղանչող եղբորը նկատմամբ աղոթող եղիր, որովհետև մեղանչողը ապաշխարության գարիք ունի։ Երբ որ քոթեն գմերժե ապաշխարությունը, խոստովանությունը, թուն Աստծո հանցն է։ Եթե մենք մեր թշնամիներուն համար աղոթող պիտի ըլլանք, եթե մենք մեզ անիզողներուն համար օրհնող պիտի ըլլանք, նույնպես հեթանոսի կամ մաքսավորի համար մենք աղոթող պիտի ըլլանք։ Եղբայրդ կմերժե ընդունի իր մեղքը, բայց թուն շարունակե լինել աղոթող, հանցնե Տերոջը։ Ուրեմն կտեսնենք սիրելիներ, ներելը ինչպիսի բարձր դեր ունի մեր քրիստոնեական կյանքին մեջ։ Եվ Հիսուս ինչ ասավ իր աշակերտներին։ Եթե ձեր արդարությունը փարիսեցիներուն եւ թվիրներուն արդարութենն ավելի չլանք, բնավ երկնքի թագավորությունը պիտի չմտնեք։ Ասիկա սիրելիներ մեր քրիստոնեական հավատքի մեծագույն մարտահրավերն է։ Փարիսեցիները եւ թվիրները հեթանոս չէին, անկրակետ մարդիկ չէին Աստուծո խոսքին հանդեպ։ Գրոնական կանոնները ոտնագող ընող մարդիկ չէին։ Շատ լավ գճանշնային հնկամատյանը, իրենց կյանքի մեջ շատ լավ առաքինություններ կար, բայց իրենց խնդիրներն մեկը ներելու խնդիրն էր, ընկեր ընդունելու խնդիրն էր, որ ասում բոլորը սրդին կապված էր, իրենց խնդիրներն մեկը արձածսիրությունն էր, իրավունք, աշխատանքս, իրենց խնդիրներն մեկը ակահությունն էր, չի բավարարվիլն էր։ Անոր համար Հիսուս իր աշակերտներուն ասավ, թե մեր հավատքը, մեր արդարությունը իրենց հավատքեն եւ արդարութենեն ավելի ըլլալու է, նվիրական ըլլալու է, բոլոր սրտով ըլլալու է։ Եվ նամանավանդ ներելը։ Ինչու ներելը պայման է եւ բատվեր է, որովհետեւ մենք առաջ մեղանչած ենք Աստուծո թեր, ետքը մարդկանց հանդեպ։ Երբ որ Հիսուս ասաց մե ամեն եղողը թող առաջին քարը գցե ատ կնգան վրա, ոչ ոք չհամարձակեցավ ատ քարը գցել։ Ինչու, որովհետև ամեն մարդ գիտե, ամեն անձ գիտե, որ ինքը մեղքեր ունի, ինքը մեղանչած է։ Մեզի համար սիրելիներ անհրաժեշտ գարիք է, որ մենք հասնենք դիրանան մեր մեղքերու քավության եւ թողության։ Եթե ոչ, մենք արդեն Աստուծո փառության եւ Թադաստանի տակն ենք։ Ինչու մեզի համար անհրաժեշտ է, որ մեր մեղքերը ներվի, որովհետեւ թադաբարդված ենք։ Արաքյալը ինչ կսե, ամենքը մեղք գործեցին եւ Աստուծո փառքեն բացած են։ Արդար մեջի գա եւ ոչ մեկը Թավիտալ ասխոսքը սա, բողոս արաքյալը լաշ նշմարդությունը պարշտացուց։ Այսինքն սիրելիներ,
դքեդությունը մի քիչ ավելի ասպես համարձակ ասած հբարտություն է, որ մարդ կանգնի Աստծո առաջ եւ ինքնին անմեղ եւ արդար նկատի։ Եթե դքիդություն չէ, եթե հբարտություն չէ, ապա գուրություն է, որ մարդը բաց աչքեր ունի, բայց ճշմարտությունը չտեսներ։ Անորամար Հիսուս Հովհաննես 9-րդ գլխի մեջ ասավ. դուք աչքեր ունիք, բայց չեք տեսներ։ Որպեսզի մեր մեղանչուններուն քավությունը եւ թողությունը ստանանք, աստվածային արդարությունը գբահանջեր փրկակին, ասի փրկության վարտաբերությունն է, որովհետև մեղքին վարձքը մահ է, հետևաբար մահվան փրկակինը պայման էր, որ մահվան ըլլա, եւ այդ ալ անմեղ փրկակին, որպեսզի փրկակին վճարողը ինքը փրկակնի գարի չունենա։ Այսինքն եթե Հիսուս մեր մեղքերուն պատիժը պիտի վերցներ, ինքը անմեղ ըլլալու էր, սուրբ, անմեղ եւ անարատ, որպես երբ որ ինքը մեր մեղքին պատիժը պիտի վճարե, ինքը պատիժի տակ չլիներ։ Եվ այս է սիրելիներ փրկության վարտաբերությունը։ Մենք մեղքի պատճառով մահվան մեջ ենք, որպես մենք մեր մահվանե փրկվենք, Հիսուս մեր մեղքին պատիժը մահան ինքը իր վրա առավ, ինք մահացավ, որպեսզի գարենա մեզ ազատ արձակի։ Ոնց որ մեկը ավտոյի խախտում գարը։ Ոստիգանը իրեն կգանմեցնե եւ գսե խախտում արերես պատիժը վճարի։ Գսե փող չունի, գկնաս փանդ։ Երկրորդ անցնում կա, ոստիգանին գսե, ոնց ինչն է խնդիրը։ Սխալվել է, խախտում արել է, վճարելու է եւ փող չունի, քնալու է փան։ Եվ անցը ոստիգանին գսե, ահա, դու կամքի քումարը, պատիժը, ես իմ վրա կվերցնեմ եւ ես կվճարեմ։ Ոստիգանը կընդունի թե ոչ, կընդունի։ Քումարը գարնե, ակտը կգրե եւ գսե քնախորձի։ Ով վճարեց երկրորդ անցը։ Ճիշտ այս օրինակը կհարմարի մեր փրկչին, մեր մեղքին պատիժը Հիսուս իր վրա առավ, որպես մեզ ազատ արձակի։ Այսինքն Քրիստոս ինք փրկակինը տվավ, ներեց մեզ։ Աստվածային անհուն եւ անպայմանական սերը զոհեց իր միածին սուրբ եւ անարատ որդին, որպեսզի իր մահվան հանդիսանա մեր փրկությունը մահը։ Բոլոր անոնք, որոնք ընդունեցին Քրիստոսի կատարած զոհաբերությունը խաչին վրա, դիրացան Քրիստոսի փրկագործության եւ ազատվեցան Աստուծո թադաբարդութենեն։ Դու հիմա ազատ ես թադաբարդութենեն, ասի իմ քաղաքարից չէ, իմ փիլիսոփայությունից չէ, Հռոմայացիս 8-րդ գլխուն առաջին համարի մեջ առաքյալը ինչ կսե, իսկ թադաբարդություն չի գա Քրիստոս Հիսուսով եղողներուն, որոնք մարմնավոր կերպով չեն քալեր։ Դու թադաբարդված չես, եթե մարմնավոր կերպով չքալես, որովհետև դու Հիսուսը ընդունեցիր։ Հոս բացատրության գալիքը կտեսնվի հետևյալ խոսքին, որոնք մարմնավոր կերպով չեն վարվի, այսինքն գվարվի հոգևոր կերպով։ Ուրեմն ով է հոգևորը։ Հոգևորը ան է, որ իր անձը ուրացավ եւ ամեն օր իր խաչը վերցնելով գքալե Հիսուսի ճանապարհով։ Մեր թեման այսօրվա ներելն է։ Մարդոց մեղքերը եւ հանցանքները ներելը թյուրին բան չէ։
այնպիսի դեպքեր կան, այնպիսի ծանր վիրավորանքներ կան, այնպիսի անարդարություններ կան, եւ որ դու կգնաս եւ տերմինին գսես բիտներ ես, ներող բիդի ըլլաս։ Ես շատ տեսած եմ եւ շատ հանդիպած եմ, եւ որ դու կան այսպես մեկ անգամ են բժշկական գսեն բիդիներ ես, անցը գտնվզի։ Անցը գտնվզի։ Ես գիտեմ մարդիկ, որոնց աղջիկը իրենց ամուսինեն ինչպես ձեզ կուտեր։ Գիտեմ հավատացյալ եղբայրներ, որոնց քույրը իրենց ամուսինին գոմե կանարկվեր, գծեցվեր։ Հեշտ անգուկային գսեին բիտներես։ Ինչպես որ անցյալ շաբաթ դասախոս տարածա, աջաբարելու չենք, բայց ճիշտ ճանապարհը, ճիշտ բուժումը, ճիշտ ընթացքը գտնելու ենք։ Սիրելիներ, ներելու օրինակը Քրիստոսն է։ Մենք ներելը ինչպես պիտի ներենք, Հիսուս Քրիստոսեն գսորվենք։ Եվ Հիսուս մեր մեղքերը ներելու համար, մեզի համար խաչվեցավ։ Ներելու թուրը այս փանալիով կբացվի, այս ճշմարտությունով։ Եթե Հիսուս մեզի համար չխաչվեր, մենք ներման չէինք արժանանար։ Եվ այս խոսքերով գնքվեցավ Քրիստոս խաչապայանի վրա եւ ասավ հայր թողություն դուր անոց, վասնզի չեն գիտեր թե ինչ կնեն։ Մինչ Հիսուս կխաչվեր անոնց համար, ինձի եւ քեզի համար եւ ամբողջ աշխարհի մարդկության համար։ Մենք կարողանանք ներել, եթե մեր անձին ու մեր եսին, մեր արժանապատվության, մեր հբարդության, մեր ինքնարտարացունին, եթե չմահանանք, չենք կարող ներել։ Որովհետև մարդկային բնությամբ ներելը անհնարին է։ Իմ հովվական այցելությանս մեջ ունեցած եմ այդ փորձառությունը մարդիկ, որոնք մահվան անողինի մեջ են։ Շատ ունեցած եմ։ Եվ ասած եմ իրեն եղբայր, ները քու զավգիդ, ները քու դիկնոջդ, ները քու եղբայրդ, ները քեզիդ եմ վնաս հասնողին։ Ոչ։ Որտեղ Քրիստոսի հոգին չկա։ Մի օր այցելած էի ձերանոց, մի արաբ անց մի եկավ, տնօրենին ներկայացավ, ասավ այստեղ ասինչյանը ով է, ուր է, ասեց ով գլակ, ասեց ես իր դուղուն ընկերն եմ, ծոցի երկիրներ են, Դուբեյ, Աբուդաբի, այդ կողմերեն եկած եմ, իր դրան հորը ձրար է ուղարկել, փող է ուղարկել, դենեմ հանցնեմ, գսելա, ոքե, եղավ, պարսրացիր գսել վերել, ասին սենյակը, կպարսանա գմտնե գսել, բարև հոպար և այլն, ես դրարը կուդղատ ուղարկել է, գսե ետ դար, դղաչունին, այնքան սիրտը այրեր է, հորը սիրտը իր զավկ է, ես իրեն սրբել եմ, Այսպես էլի մի օր մի մարդ քնած պետական սջելը նուֆուս ասոր հայերերը ինչպես պիտի կա։ Այդ գրասենյակը, որ ընտանեկան գոմարները կա, ով որու հետ ամուսնացել է, քանի զավակ ունի եւ այլն։ Բան, անձնակրային բաժին։ Պասպորտ սեղան։ Ուրեմն գերտա ոստիկանության կներկայանա, գսե իմ դղաս իմ անունես սրբեցրեք, ես դղազավակ չունիմ։ Ոստիկանը գսե դուրս, այսպիսի օրեն չկա, դու չես կարող ու դղասը։ Պասպորտ սեղանով, կտեսնեք սիրելիներ, շատ դժվար է։
մարդկային բնությամբ ներել։ Իսկ երբ մենք ներնենք մեր անձին ու ներենք մենք մեզ, ապա մեզի համար սիրելիներ, որպես Քրիստոսի հետ մեռած, Քրիստոսի հետ խաչի ելած, Քրիստոսի խաչի վրա մենք կհուժվենք եւ մենք կազատագրվենք մեր վիրավորվածութենեն եւ ունենանք խաղաղություն։ Չներելը դանչանք է, գաբանք է, բայց չներելու վիճակը մեր մեջ կմարի, կմահանա, երբ որ մենք Քրիստոսի հետ խաչի ելնենք։ Անոր համար առաքյալը գսե Քրիստոսի հետ խաչի ելա, եւ ալ կենտանի եմ ոչ թե ես, հապա Քրիստոս կենտանի է իմ մեջը, եւ Քրիստոս մեր մեջ ապրի, մենք այն ադեն Քրիստոսի հետ կապրինք եւ գունենանք իր միտքը եւ գունենանք իր սիրտը, ինչպես Քրիստոս մեզ ներեց, մենք գունենանք ներելու շնորհը։ Հետևաբար մենք Քրիստոսի մեր ապաշխարութենեն ետքը, այսինքն հավատացյալը երբ նվիրվեցավ Քրիստոսի ապաշխարութենեն ետքը կործած մեղքերու համարձակությունը գունենանք, եթե մենք ներողը։ Սիրելիներ, ոմանք կգարձեն, թե եթե մեկը ապաշխարած է չի մեղանչել, կամ չի գրնար մեղանչել, կամ մեղանչելու չէ, կհամաձայնին, ինչ լավ է, որ մեկը ապաշխարութենեն ետքը երբեք մեղք չի կործել։ Բայց մենք կտեսնենք առաքյալներու կյանքի մեջ, առաքյալներու նամակներու մեջ, որ ճակներ գսե, այս բաները ցեզի գրեցի, որպես մեղք չկործեք, բայց եթե մեկը մեղք կործելու ըլլա, հորկով բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսը։ Առաքյալը ինչ գսե, մենք համարձակություն ունենանք, երբ անմեղատրելի կյանք ապրենք, երբ որ ներենք, այն ժամանակներով առջև քնալու, խոստովանելու, գոդրած փշրված սուրդով դեր ները ասելու համարձակություն գունենանք։ Այս պատճառով Հիսուս իր աշակերտներուն ասավ. Եթե դուք ներեք մարդոց իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն պիտի ներե ձեր հանցանքները, որ մենք մեղանչեցինք Աստուծո եւ մարդոցը։ Իսկ եթե չներենք, մեզի ալ պիտի չներվի եւ պիտի վճարենք մեր մեղքերուն քինը։ Այսինքն, այն չափով, որ չափեցինք, նույն չափով պիտի պահանջվի մեզ մեր գործած մեղքին քինը։ Ես համոզված եմ, ես ընդունած եմ, որ եթե հավատացյալը իր գործած մեղքերուն համար չխոստովանի, եթե հավատացյալը մարդոց մեղքերուն չներե, այդ իր գործած մեղքին հատուցումը բադիժը գգրե աս աշխարհի վրա։ Եվ դերը իրեն աշխարհեն չվերցներ, մինչև ինքը մաքրվի։ Բարդ խնդիր է, թադելու բան չէ, ուրիշով չսվաղինք, բայց Աստծո խոսքը ճշմարտություն է եւ դերը արդարություն է։ Անգարելի է, դերը մարդե չվախնար, դերը մարդե չամճնար, մենք Աստծո առջև չենք կրնար գնալ։ Անպայման կվճարենք, մի կերպ կվճարենք, չես գիտեր երբ, չես գիտեր ուր, չես գիտեր ինչ կպատահի։ Բայց մեր ցանածը մի օր մեր առջև կգա։ Եթե մենք չխոստովանենք եւ եթե մենք չներենք, անոր քինը կվճարենք։ Հիմա նայենք Եփեսացիս 4:32-ին։ Գսե երբ իրարու հետ քաղցր եղեք, գտած ներելով իրարու, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ։ Աստված Քրիստոսով մեզի ինչպես ներեց իր մահով։
Անոր համար Տերը մեզ մեկը պահանջել, որ մենք մահանանք մեղքին, խաչը բարձրանանք, մեղքի կյանքը խաչվի եւ իրարու հետ քաղցր ըլլանք։ Հիսուս մեզի ինչպես ներեց, բադրեց մեր մեղքին բարդամուրհակ, սենդ, որ թուն բարդական ես, թադարանով, Հիսուս բադրեց, ասեց դու բարդ չունես։ Ներել կնշանակե, որ թուն այլևս խնդիր չունիս քեզի դեմ մեղանչով։ Իր հետ հարց չունիս, փագած ես, վերջացուցած ես։ Հետ այսու ինչպես կհաղորդակցիս, կամ ինչպես կգործակցիս իր հետ, ոչ որպես թշնամի, քեզի դեմ մեղանչողին թշնամի չես դնում, ոչ այլ պահանջատեր։ Տուն Իրանից բանը չես պահանջեր։ Ինքը քո թշնամին չէ։ Չես վնասեր ու չես հագարակիր, որովհետև կվախնաս, որ նույն սխալը կրտնվի, կփորձես ըսկուշանալ։ Մախնդիրը ուր է, գիտեք, երբ որ մարդիկ կներեն, թերևս ոմանք կպահանջեն, որ ամեն բան առաջվա պես է։ Ադիատ կամ բարձ խնդիր չէ։ Տուն իր մի բան չես պահանջեր, չես հագարակիր։ Երբ որ ինքը ներնինա, կփորձես իրեն օգնել, բայց քո հաղորդակցության մեջ կլինես ըսկուշ, որ նույն դեպքը, նույն փորձառությունը չի կրկնվի։ Անոր համար առաքյալը գսե, եթե մեկը իմաստություն է բացած է, թող խնդրե։ Տերը քեզ իմաստություն կտա, Տերը քեզ արթուն ըսկաստ կպահե, կզսպե քո ներվերը, կզսպե քո լեզուն, և տուն գկալես ըսկուշություն։ Սիրելիներ եկեք և մենք ընդրենք ապահով գող։ Մդիր քու աղոտքի սենյակըտ և խնդիրըտ ներգայացուր քու երկնավոր հորըտ, ապա սպասե աստուծո գործելագեր։ Մենք ուզենք ամեն բան ամիջապես, հենց այս ռոբեին լուծվի, հանցնվիր աստուծո։ Եվ քո խնդիրները հանցնեն Տերոջ, թող Տերը քեզի համար գործե։ Ընտրե և խնդրե աստուծմե զորություն, բահելու ավետարանի պատվիրանները։ Տերը ուտա, որովհետև երբ որ դու կխնդրես բահել ավետարանի պատվիրանը, դու խնդրում ես աստուծո գանքը։ Ես քեզի կվստահեցնեմ, որ սիրտը խաղաղությամբ պիտլեցի, և կներես դու խաղաղություն պիտի վայելես, և խաղաղությամբ լեցուն ես, քո գործերը պիտի լինի արդարությամբ։ Եսայի մարգարեության մեջ է արդարության բդուղը խաղաղությունով կգործատելուի։ Եվ լեցվիս խաղաղությամբ, դու պիտի լինես համբերատար։ Եվ լեցվիս խաղաղությամբ, դու պիտի լեցվիս իմաստությամբ, որովհետև հենված ես Աստուծո խոսքի վրա։ Մի ակնկալեր, որ մարդիկ չի սխալի, չի գտնալու։ Անպայմանորեն մարդիկ պիտի սխալեն քեզի հանդեպ։ Մի ակնկալեր, որ դու մարդուց հանդեպ չես սխալած կամ պիտի չի սխալես։ Երբ մարդիկ քո հանդեպ սխալին, եղիր խոնարհ ներելու։ Երբ որ դու մարդուց հանդեպ սխալվիս, եղիր խոնարհ ներողություն խնդրելու։ Ըսկուշանալ։ Եվ ապա քո բոլոր խնդիրները Տերոջ սեղանին դար։ Եվ Տերը ինքը իր աստվածային միջամտությամբ գլուծե։ Ինչպես կփափակի, որ Տերը մեզ բժշկե, ինչպես կփափակի, որ Տերը մեզի հաջողություն տա, ինչպես կփափակի, որ Տերը մեզ օրհնե, նույնպես Տերը մեզի գուտա այդ կարողությունը, որ մենք լինենք ներողներ եւ նմանենք մեր Փրկչին։ Ամեն Տերը օրհնի ձեզ։ Խնդրեմ սիրելիներ, այս բանում
Խորնգայս ոտքի գանքնինք։ Եկեք սիրելիներ, դերոջ արջև խոնարհվենք։ Քանզի դերը գոտրած սիրտը եւ խոնարհ ոգին չմեր։ Եկեք դերոջ արջև խոնարհվենք ապաշխարությամբ։ Տեր իմ Հիսուս Քրիստոս, կենթանի Աստծո որդին, ողորմ է ինձ մեղավորից։ Այս աղոթքը քու բոլոր սրտով, քու բոլոր հոգիով, փարսրացուր առ Աստված, ապաշխարությամբ։ Ով ենք մենք, որ գնանք Տերոջ առջև, քորոզությամբ, ինքնարդարությամբ կամ ինքնահավանությամբ։ Դեր Հիսուս ազատագրե մեզի մարդկային ինքնարդարութենեն, ազատագրե մեզի Դեր Հիսուս, մեր անձերը անմեղ դենալու փորձութենեն, մենք քո առջևը ենք Տեր Հիսուս, քո խաչին մոտեցած ենք, ներե մեզի Տեր Հիսուս, քանզի քեզիդ են ու երկնքիդ են մեղանջիվ։ Ով Տեր Հիսուս այս մանկո խաչին մոտ եկած եք, մեր ցերկերը փաշտացնում ենք քեզի, ընդունիր եւ բռնե մեր ցերկերը եւ մեզ քեզի հետ քո խաչը փաշտացու, որովհետեւ գարենան Տեր Հիսուս մերնի մեղքին, մերնի մարմնին, մերնի աշխարհին, որովհետեւ գարենան մերնի մեր գարձր, հբարդ, քորոս սրտին, մեր եսին, որովհետեւ Տեր Հիսուս քո շնորհքով մեղքը խաչվի, քամվի, մահանա խաչի վրա եւ դու քո հոգիով, քո հարությանը զորությամբ Տեր Հիսուս քո սուրբ հոգիով արի եւ բնագիր մեր մեջ եւ մենք քո մեջ։ Տեր Հիսուս մենք այս պահում քո առջև կեցած ենք, շնորհե Տեր Հիսուս, որպես մենք մեր սրտերեն ներողալակ այն բոլոր անձերուն, որոնք մեզի անտեր մեղանջել են։ Ներում կհրճագենք Տեր Հիսուս, թողություն կհրճագենք Տեր Հիսուս, ողորմիր, ինչպես մենք չէինք գիտեր ինչ են անում մեղանջեցինք, Տեր նույնպես մեր բարեկամները չիմացան ինչ են անում եւ մեղանջեցին, Տեր Հիսուս աղոթում եմ ներես իրենց, ներես Տեր Հիսուս, ներես Տեր Հիսուս եւ շնորհես մեզի քո խաղաղությունը, շնորհես մեզի քո հոգին, շնորհես մեզի քո սիրտը, շնորհես մեզի քո խոսքի զորությունը մեր ներսի մարդուն մեջ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեզի հաշտություն շնորհեցիր, խաղաղություն շնորհեցիր, գենթանի հույս շնորհեցիր, քո ուրախությունը շնորհեցիր, որը երբեք աշխարհ չի գտնար դա։ Տեր Հիսուս, Տեր Հիսուս, Տեր Հիսուս, ուզում ենք քո նման ապրել, ուզում ենք Տեր Հիսուս քո նման գործել, ուզում ենք Տեր Հիսուս, Տեր Հիսուս մեր փախցանքն է, որ լիներ քո նմանը, արի եւ ով Տեր Հիսուս գործե մեր ներսիտին, դու ասեցիր առանց ինձի բանը չեք կարող անել, քո շնորհքով Տեր Հիսուս, քո առջև անարատ ապրելու եւ մեր խնդիրները մարդկանց հետ լուծելու, արի եւ օգնի մեզ Տեր Հիսուս։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս, որ դու մեզ գանչել ես ապրելու քերբնական կյանք ասպնական աշխարհի մեջ։ Գանչած ես ապրելու սուրբ, անարատ, անփից, ասմեղսալից աշխարհի մեջ։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս, որ դու մեզ տված ես Սուրբ Հոգու պարգևը, որ այս մարմնի մեջ կարողանանք ապրել
հոգևոր կյանքը, փառք կունան, բացեցիր մեր աչքերը, նորոգեցիր մեր միտքը, փոխեցիր մեր սիրտը, որպեսզի կարենանք Տեր Հիսուս քո հետ ըլլալ, ուր որ դու ես։ Փառք ու անվան, աս նոր կյանքին, փառք ու անվան, աս օրհնյալ կյանքին, փառք ու անվան, աս խաղաղության կյանքին։ Օրհնե Տեր Հիսուս քո անունով կոչված ժողովուրդդ, քո հոտդ, քո ժառանգությունդ։ Տեր Հիսուս արի է պահե մեզ ամեն չարեն, ամեն փորձութենեն, ամեն մեղքեն, եւ ինչ որ մեղքի նման է, մեր մեջ են արմադախիլերը, Տեր Հիսուս, մեղքին ցևը, քույնը, տեսքը, բդուղը, դերևը, արմադը, ջուղերը, ով Տեր Հիսուս, եւ արի փնագիր մեր մեջ, մենք քո գարիքը Հիսուս այս երեկոյան այցել է, և այս եկեղեցին Տեր Հիսուս մինչև քո փառավոր երկրորդ գալուստը սուրբ և անփից պահել է։ Շնորհ կրե Տեր Հիսուս, որ մեր ցերկերը արդարության բդուղներով լեցված են, մեր կյանքերը վկայությամբ լեցված են, մեր կյանքերը քեզի փառք ու պատիվ բերեն։ Տեր Հիսուս, աղոթում ենք, որ դու հիշես քո ընտանիքի անդամները, որոնք դարակում են, հիվանդության մեջ են, փորձության մեջ են, Տեր Հիսուս արի եւ դու քայլե մեր ալիքների վրայով, արի եւ ով Տեր Հիսուս երկուր քու դեղը կդիր մեր կյանքի նավակների մեջ, որովհետեւ Տեր Հիսուս մեր նավակները քեզմով խաղաղություն ունենա։ Եվ մենք տեսնենք և ընդունենք ես, որպես Տեր և Աստված։ Քեր իշխան մեր ընտանիքներում, մեր մարմիններում, մեր աշխատանքներում, մեր եկեղեցվո վրա։ Տեր Հիսուս, աղոթում ենք, որ Աբովյանի մեջ արթնություն գործես։ Մինչ քո գալուստդ մոդարուտ է, մինչ Տեր Հիսուս քո ոտնացայիններդ մեր ագանչների մեջ է, Դեր այս շրջանի մեջ գործված մեղքերը ներես և այս շրջանի ժողովուրդին փրկություն տաս։ Հատկապես անոնք, որոնք մեր ընտանիքներում, մեր ազգին, մեր Քերթաստանին, մեր մագանունով են, Տեր Հիսուս, քույրեր, եղբայրներ այս պահում միապանությամբ քո առջևդ ենք, Տեր Հիսուս, մեր սիրելիներուն ապաշխարություն շնորհես։ Մեր ազգին ապաշխարություն շնորհես, մեր եկեղեցիները արթնցնես, Հայաստան աշխարհի եկեղեցիների մեջ խաղաղությունդ պարգևես եւ ասնարված վիճակին վերջ տնես, քո աստվածային կրթությամբ եւ ողորմությամբ, պահպանես մեր հայրենիքը, պահպանես ով Տեր Հիսուս մեր եկեղեցիները, պահպանես մեր զինվորները, Եվ շնորհ կրե Տեր Հիսուս այս ազատությունը, այս խաղաղությունը, որ ունենք, աստվածպաշտությամբ եւ բարգեշտությամբ, քեզի համար ապրելու Տեր Հիսուս այս շնորհքը կարենանքով ողորմությամբ շահի եւ փառավորվի ամենասուրբ երրորդությունը Հայրը, Որդին եւ Սուրբ Ոգին։ Ամեն։